Բարի երեկո, 168 TV եթերում ռևյուն է։ Տաղավարում հյուրընկալել են քաղաքագետ Թևան Պողոսյանին։ Բարև ձեզ, պարոն Պողոսյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Պողոսյան, քանի որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները իր զբաղեցրած դիրքի եւ պաշտոնի բերումով ազդեցություն են ունենում հանրության եւ քաղաքական process-ների վրա, կխնդրեմ նախ եւ առաջ ձեր կարծիքը հայտնել նրա վերջին օրերի ելույթների վերաբերյալ։ Մասնավորապես նա ելույթ էր ունեցել հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի օրվա եւ բանակի օրվա կապակցությամբ, իսկ երեք լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Ղարաբաղի շարժում այլևս չի լինելու եւ եթե քաղաքացիները գտնում են, որ համաձայն չեն դրա հետ, կարող են հեղափոխություն անել։ Դուք 168 ժամի հետ զրույցում խոսել եք այս մասին, կխնդրեմ անդրադառնալ նաեւ մեր եթերում, թե ինչու է ընտրություններին ընդառաջ այսպիսի հայտարարություններ անում։ Նույն պատասխանն է լինելու։ Ես չեմ հետևում ոչ լեգիտիմ իշխանությունների ոչ ելույթներին, ոչ բանավոր կամ գրավոր խոսքերին, որ փորձեմ դրա մասին ավելի կոնկրետ ասել, իսկ այն ինչ որ կատարվում է կամ իշխանության ներկայացուցիչների կողմից ասում է, բոլորը միտված են մի գաղափարին, պահել իշխանությունը եւ նախընտրական այս ժամանակահատվածում անել գործողություններ կամ ինչ-որ բաներ ասել, որտեղ փորձեն տարբերվեն կամ այնպեսի մի հատ տեղեկատվական դաշտ ստեղծեն, որի վրա իրանք կարող են օգտագործեն երևույթներին։ Եթե չեմ հիշում, չեմ սխալվում, հարցը նա մասին էր, թե եթե համաձայն չեն, կարող են հեղափոխություն անել։ Հիմա ձեզ նորից ասեմ, այսօրվա դրությամբ մենք ունենք քաղբանտարկյալների մի շարք, որոնց sense մեղադրանքի մեջ դրված է ինչ-որ կոչեր հանրությանը մեջ տարբերություն, եթե մոռանանք անունները հանենք, կոչ չի, եթե համաձայն չի գնացեք բանակ։ Այսպես ասած իշխանությունը զավթելու, հա։ Դե հեղափոխությունը ընդհանրապես ինչ են ասում, դրա ֆորմուլան որ մեկն է։ Ասում են վերևները էլ չեն կարողանում իշխել, ոնց ուզում են, ներքևներն էլ չեն կարողանում ապրել, ստիպված շուտ բաներ են փոփոխում։ Այ այդ կոչ ինչի մասին է։ Եթե զգում եք էլ չեք կարողանում, եկեք հեղափոխություն արեք, որևէ գործողություն կկատարվի, կդառնա սադրանքը աշխատեց։ Ավելի շատ սադրանքի նման նախադասություն է, որը եթե չեմ սխալվում մի քանի անգամ արդեն կրկնվել է, ասվել է, իրան կարելի է, իսկ ուրիշները եթե նույն ձևի բան անեն, որ եթե համաձայն չեն, ուրեմն պետք է այս տեսակի ժողովուրդ անեն, ուրիշներն էլ չեն, նույն բովանդակությունն է նախադասում։ Եթե պատկան մարմինները չեն աշխատում, դա հերթական մի ապացույցն է, որ Հայաստանը շատ հեռու է ժողովրդավարություն լինելուց, իսկ գործողների ամբողջ գաղափարը մտածած սադրել որևէ մի գործընթաց, որի մեջ կարողանան նույն ձևի հերթական մի բաժին մարդկանց ձեռբակալան, ռեպրեսիաները օգտագործեն եւ դրա հետ մասին նախընտրական ժամանակահատվածում չունենան ռեալ, այդպես ասած, անդիմախոսներ, որոնց խոսքով միգուցե ժողովուրդը կգնա այլ քվեկ ստանա։ Բայց դրա հետ միասին մեզ սպասում են ընտրություններ, հերթական, թե արտահերթ չգիտեմ ինչը դեռ ինչ կարա լինի, ամեն ինչ կարելի է սպասելի, բայց ընտրության բովանդակությունն էլ հետևյալն է, քաղաքական միավորները գալիս են եւ ներկայացնում են հայտ։ Այդ հայտը ընտրում են։ Հիմա մեկը գալու է ասի այլևս Արցախյան շարժում չկա, մյուսը գալու է եւ խոսելու է պատմական արդարությունից կամ արցախցիների վերադարձի իրավունքի մասին կամ այն որ այնուամենայնիվ ազգային թեմաները բան է եւ հանրությունը գնալու է իրանց քվենտա։ Պարզապես այլ խնդիր է, թե նույնիսկ եթե ընտրություններում ֆիքսվի հաղթանակգործողները այդպես սուսուփուս հանգիստ իշխանությունը փոխանցելու են։ Հատկապես հաշվի առնելով, որ ընտրություններից մի քանի օր առաջ ընտրական օրենսգրքի փոփոխություններ են իրականացվում։ Դե այդ ընտրական օրենսգիրքն են փոփոխություն անելու հիմա մի շարք դիտորդական առաքելություններին ասելու են, վայ դու ձեր զանից մեկը Facebook-ում sense մի բան է լայքել, ուրեմն դու էլ քաղաքական բան չես, վայ մեկն ու մեկը sense մի հատ բան է ասել, ուրեմն դու բան չես, հերթական ռեպրեսիաների մի փուլ են մեզ սպասելու տեսնելը, նելու մերժումներ եւ այլն, շատերն խոսում են մոլդովական սցենարի մասին, նույնիսկ կուսակցություններ կամ քաղաքական միավորներ կլինեն, որոնց կարգելվի ընդհանրապես մասնակցելու գաղափարին, ամեն ինչից կարելի է սպասել։
Իսկ ձեզ ինչպես կանցնեն ընտրությունները արտաքին աջակցության Փաշինյանի իշխանություններին, արտաքին աջակցության պայմաններում եւ ինչպես ապահովել հավասար պայմաններ կամ ինչպես ավելի ճիշտ մրցակցել անհավասար պայմաններում։ Նայեք, այդտեղ շատ կարևոր բառի իմաստը կամ բովանդակությունը ընտրության բառի մեջ է։ Ես ինչ որ բանի կողմնակից եմ, ընտրել եմ, բայց արդյոք դա ընտրությունների խնդիր անելու, թե լինելու է ուրիշների կողմից ամեն ինչ ապահովված սցենար։ Նա երբ որ դուք ասում եք ոնց անցնելու, կախված է նրանից, թե ոնց են տեր կանգնելու քվեին։ Ինչի ես ասացի, դուք կարող եք ընտրություններ անել, բայց քվեին տեր կանգնելու խնդիրն է լինելու։ Իսկ երբ որ ասում եք արտաքին աջակցություն, հասկանալի չի արդեն ինչ անելու։ Մենք տեսել ենք, չէ՞, արտաքին աջակցության գաղափարները, ոնց օրինակ ինչ որ տեղի ունենում Հայաստանում մարդիկ չեն տեսնում։ Անցած ամառվա հունիսյան դեպքերը, երբ որ ազգային ժողովում կողքը կրակեցին մարդկանց վրա։ Մեկնումեկի ուշադրություն դարձրեց։ Եվ ինչպիսի հայտարարությամբ հանդես եկավ Միացյալ Նահանգների դեսպանությունը։ Հատկապես։ Այ դրա համար էլ թրիփ կա։ Ամեն ինչը ինչ որ արվում է, մի ժամանակ հետո դրա հետևանքը զգացում է։ Բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է Հայաստանի մասին հոգ տանեն։ Ոչ, իրանք հոգ են տանում Ամերիկայի Միացյալ Նահանգների մասին։ Սա մի զարմացեք, որ չկան հայտարարություններ։ Մարդիկ կամ այդ երկրները իրենց շահերի հետևից են գնում։ Իրենց շահերի մեջ այս տարածաշրջանում կա մեծագույն խնդիր, որտեղ իրանք փորձում են տարածաշրջանում վերահսկողության կետեր հաստատեն եւ գնում է աշխարհաքաղաքական պայքար Ռուսաստանի Իրանի դեմ։ Դրա համար նույնիսկ փողոցում կտեսնեք բաց կադրերում ոստիկանը մեկին սպանի, իրանք ձեն չեն հանելու։ Տեսնեն իրանց աչքերի առջև անում, նույն Ուկրաինայում ասում են այսքան կոռուպցիա է տեղի ունեցել։ Տեսել եք որևէ մեկ կոռուպցիայի մասին Զելենսկիի մասով խոսում։ Որտեվ իրանց շահերն այդ պահանջում։ Վաղամիսօրը տենց անելու։ Ալիևի նման բռնապետ չկա, չէ՞։ Ամեն անգամ ասում ենք, այդ ոնց է ստացվում Ալիևը ձեր լավագույն բարեկամը։ Իրանում ընտրություններ են տեղի ունենում օրինակ, բայց Սաուդյան Արաբիայում չէ։ Բայց Սաուդյան Արաբիան եղել է միշտ իրենց լավ։ Այ մենք այդ դասը չենք հասկացել, որ աշխարհի միջազգային հարաբերությունների մեջ կան կոշտ շահերի պայքարի երևույթ, հա, եւ դա է շահերի միայն պայքարն է։ Այն էլ այդպես ասած եւ կոշտ է, եւ ցավալի է, եւ չունի արժեքային համակարգ։ Բայց կարողացել են հայ ազգին քննարկել նրանով, որ վայ, եվրոպական արժեքներ, ժողովրդավարություն, մարդասիրություն, գթություն, այդ ամեն ինչը մենք տեսանք նույն Արցախի հետ կապված բոլոր դեպքերով, հա, եւ պատերազմը 2020 թվականների եւ ցեղասպանությունը, հայրենազրկումը եւ հայաթափումը 23 թվականին կան հայտարարություններ։ Հիմա երբ որ փորձենք պարզապես հատ նայել 1915 թվականից հետո չենք ասում աշխարհի աչքերի առջև տեղի ունեցավ ցեղասպանություն։ Այն նույնը հիմա է տեղի ունեցել։ Մենք այդքաններ չենք ընկալում։ Բայց դուք ասում եք Արցախյան հարցալուց չնելու։ Ոչ, ես դրա մասին էլ եմ պատասխան։ Միջև կա աշխարհում որևէ մի հայ, ում սրտում, հոգում եւ մտքում կա Արցախը, Արցախյան հարցը փակ չի։ Չէ, Փաշինյանն է ասում։ Կապ չունի, ով ասի։ Վաղը Թրամփ ասի, հավատալու եք։ Վաղը մյուսը ասում։ Դե նախ պետք է հասկանանք Թրամփը Արցախի տեղը գիտի ընդհանրապես թե ոչ։ Նույնիսկ Հայաստանին էլ մի քիչ երևի պետք է մտածել։ Դրա մասին չի խոսքը։ Խոսքը նրա մասին է, որ մենք պետք է շատ ժամանակ ինքներս հասկանանք, որ այո, դժվարությունները մեր առջև են ելնելու։ Իսկ մենք ինչին ենք պատրաստ, որովհետև եթե ես նույնիսկ գնացի ընտրություն արեցի, բայց հետո դեռ չկանգնեցի ընտրության, ապա ասենք ում պետք է մեղադրեմ։ Պարոն Պողոսյան, երբ ասում եք մենք, հետաքրքիր է թե մենք ասելով դուք նկատի ունեք մենք ժողովուրդը, մենք հանրությունը, մենք քաղաքական վերնախավը, մենք ընդդիմությունը, ինչպես եք ձևակերպում այդ մեnkը։ Նույն ձևի ոնց երևի փորձում եմ վրա միշտ ասեն, որ օրինակ 1/4-ը կարող է կոչվի ժողովուրդ, իսկ ուրիշները բան չանեն։ Հիմա երբ որ ասում եմ մենք, այն գաղափարի մեջ են մարդիկ, ովքեր որ ունեն մտածելակերպ, որ ասենք ես հայ եմ, Հայաստանի Հանրապետությունը ստեղծված է նրա համար, որ մեր պապերի եւ ձերը կատարվեն, ինչպես օրինակ հիմնվելով մեր
անկախության հռչակագրին բոլոր ձևակերպումների վրա։ Դա ասենք դրանից է, բայց դա նշանակում է որ կողքին այդ կարող է նույնիսկ այդ գաղափարը դա չկիսի։ Հիմա ինչ ասեմ։ Ես ուզում եմ երեխաներս ապրեն այն Հայաստանում, որը մտածում է հայերի մասին։ Եվ աշխարհով մեկ որևէ մի հայ որտեղ գտնվում է, այդ հայի մասին նույն ձևի ցավ զգա եւ կրի եւ պարտավորությունների պատրաստ լինի ստանձնել, այլ ոչ թե ասել դե գիտեք Հայաստանից դուրս հայերի հետ ինչ լինի, մենք այլևս դրա հետ կապ չունենք։ Նույն ձևի ոնց օրինակ Արցախին ասեցին։ Որովհետեւ այսօր դա էլ է հարցականի տակ դրվել։ Առաջ մենք վստահ ենք, որ Հայաստանը ամբողջ հայության ցանկացած հայ, որ կարող ես հարցնես, կցանկանաս Իսրայելի նման լինի Հայաստան, կասի հա։ Իսկ Իսրայելը այդ գաղափարը ինչ է դեն։ Աշխարհով մեկ որտեղ էլ որ միաթերիայի պրոբլեմ լինի, դա նաև իմ պրոբլեմն է։ Հիմա ուզում ենք նման լինենք, թե չէ։ Թե մտածենք, որ այս տարածքից են մենակ ստե ապրողի մասին ենք մենք մտածում։ Վաղը որևէ մի հայի, որևէ մի տե ինչ որ բանի պատճառով նեղացնեն, ճնշեն, մենք նայելու ենք, ասենք, դե ինչ անենք։ Իրանտրություններ գնաց այնտեղ, դրանից հետո մտածելու ենք, որ Հայաստանի Հանրապետությունը ունենալու է հազորություն, խոսահա եւ ասի այսպես մենք երկիր ենք ստեղծել։ Իսկ մեր մոտ նույնիսկ ուժեր կան, որոնց անունի մեջ էլ չկա հայկականը։ Ինչ որ տենց կուսակցություն կա, չէ՞ ինչ որ հանրապետություն է կոչվում, բայց անհասկանալի է թե մի քանի այդպես վերսիաներ կան հանրապետ։ Դե ուզում եմ ասեմ, ես չգիտեմ։ Դա Հայաստանի Հանրապետության մասին է խոսքը, թե ինչի մասին։ Եթե նույնիսկ վերցնեմ հանրապետություն ինչպես արժեքային գաղափար ոնց միավոր որ դե ստեղծել, հա, օրինակ Ֆրանսիայի հանրապետություն ինչի մասին։ Ֆրանսիական ինստիտուտների եւ այլն։ Մեր մոտ ինստիտուտներն էլ չկան։ Մենք ինչի մասին ենք խոսում։ Դատական իշխանությունն է անաչառ, թե անկախ գործադրից եւ օրենսդրից։ Օրենսդրինն է երբևէ վերահսկողություն կատարում եւ հասկանում է ինչի համար օրենքները ընդունում է կամ չի ընդունում։ Ման նայեք տեսեք, որ նայենք բոլոր վերջի ժամանակահատվածի նշանակումներ եւ օրենքներ եւ ամեն ինչը անցել է ընդհանրապես մեկ քաղաքական միավորի քվեներով։ Ինչը նշանակում է, որ հանրության մյուս մասը չէր կիսել այդ գաղափարը, այդ հանրապետությունը։ Հանրապետությունը հենց մենքի մասին է։ Հանրապետությունը միավորում է, ցուցատալիս թե ինչ կանոններով այդ մենքը կարող է ապրել։ Այ երբ որ ասում ենք մենք, դրա մասին է։ Բայց նույնիսկ այդ անուն օգտագործելով մենքի գաղափարը չկա, որտեղ մի հայ մյուս հայ ցավը զգա։ Եվ դրա պատճառով հազար անգամ առաջ մտածի միջև մեկի մի պատասխանագրում կամ ինչ-որ մի հատ հայոյան հատածում կողքի հայի մասին պիտակավորումների բանով ցավը տանեմի մասին է մենքը իսկ դա արդեն չկա այդ համար պետք է ստեղծել Պարոն Պողոսյան, բայց առաջ գոնե մենք երկրի ղեկավարին, այսինքն Սահմանադրության պետության գլխին ուղիղ քվեով ընտրում ենք, հիմա դա էլ չենք անում։ Հիմա ընտրում ենք ազգային ժողով, որն ընտրում է վարչապետի, որը դե ֆակտո ամենաազդեցիկ պաշտոնյանն է։ Ճիշտ եմ ասում արդյոք։ Այդ մոդելը չէ, բայց դա ապրելու ընտրությունը չի։ Դա մոդել է կառավարման։ Միտեղ ուղիղ քվեով են անում, միտեղ ուղիղ քվեով չեն անում։ Դա չի, դա այդ քաղաքական մշակույթն է, որը զարգացնում է այդ երկիրը, թե ինչ մոդելով ապրում։ Երկրներ կան ավտոկրատ համակարգով են զարգացել։ Այնտեղ ընտրություններ տեղի չեն ունենում, բան չեն անում։ Երկրներ կան, որոնք մի քանի անգամ փոխել են մոդելը։ Նույն Իսպանիան, եթե նայեք, կամ չգիտեմ, Չիլին։ Երկրներ կան, որոնք ունեն այլ գաղափար։ Բուն բովանդակության մեջ միգուցե ձեր ասած այդ նախագահ կամ թագավորներն են պահել, հա, ընտանեկան բանով։ Բայց դրա հետ միասին ունեն համակարգեր, որոնք զսպում են իշխանությունների ժողովրդավարության իմաստով։ Ներքին կյանքում այն ազգերը, որոնք հասել են այդ մոդելներին իրենց համար, իրանք կարողանում են զարգանալ։ Արտաքին հարաբերությունները ինքը ոնց է այդ արժեքային բաները վաճառում, դա արդեն այլ խնդիր է։ Ասենք Ամերիկայի մասին էլ նորը մեկ ասում էր 10 ոստիկանով հարձակվել էին մեկի վրա, սկրակեցին, սպանեցին ինչ-որ Մինիսոտայի բաներով։ Մեքենայի մեջ կնոջ որ սպանել են, ինչ-որ հիմա մենք որ տեսնում ենք, որ օրինակ մեր մոտ 10-ը, չէ, 50 ոստիկանով հարձակվել են մեկին, ինչ հայոյան կասես ձայնագրված է։
մեկը պատժվել է։ Այ մենք հենց Աշոտ Սիմոնյանի դեպքն եք ասում։ Ինչի մենակ Աշոտ Սիմոնյանի դեպքի մասին, նույն հունիսի 12-ի դեպքերի ժամանակ նույն Աբրահամ Գասպարյանի, ասենք, քանի հոգով են։ Մարդն վերակյալից պատմա, բայց արդյոք այդ մենք ձևավորման մեջ զգացել ենք, որ դա բոլորիս կարող է վերաբերվել։ Հիմա նույնն էլ լինելու է այդ ընտրությունը։ Նայեք, ես գնացի ինչ-որ քվեն գործողությունա, չէ՞, մի հատ ինչ-որ բան ես անդրադառնում։ Բայց դա ունենում է հետևանքներ։ Ինչքան եմ ես իմ հետևանքների մեջ նորից մտածելու ինչ է սպասում իմ սեփական երեխային։ Երբ որ ես օրինակ 18 եմ կամ բան, հա, չափազությունը ասել եմ, դեռ ընտանիքի հետ չեմ ձևավորվել, միգուցե շատ բան չմտածեմ, ասեմ մենակ իմ մասին է։ Երբ որ ընտանիքներ են ձևավորված, դու սկսում ես այլ գաղափար։ Իսկ տատիկ պապիկ ես, ասում ես ինձի շատ է պետք։ Գլխավորը այսօր բերեն ինչ-որ մի բան տան, ստեղ ինչ-որ մի բանը ձրի անեն, ստեղ ինչ-որ մի բանը սենց անեն լինեն, մեկ այս մի քանի տարին ասկի ինչ, բայց ովքեր են ապրելու, քո թոռներդ, քո կորներդ, քո բալիկներդ, իրանց մասին ինչ ես դու փոխում, ինչքան մեծանում ես ավելի շատ պետք է մտածես այդ ինչ ես, ինչ որն անելու քո հետևանքը, այս ամեն ինչի մեջ արած գործողության հետևանքը, արդյոք տենց ենք մենք ընտրելու։ Արդյոք ես գնալու եմ բանանամ, թե հիշելու եմ, վայ, հիշում եմ մեկի մասին մի անգամ մի բան եմ սենց կարդացել, առանց մտածելու, որ օրինակ կարող այդ կարդացածը սուտ լինի, ոչ մի ապացույց չունենա, լրատվական դաշտում ինչ-որ բան լինի, բայց ես գնալու եմ կամ իմ սեփական միգուցեև, այո, ազնվորեն ինձ նեղացրել են։ Արդյոք ես այդ նեղվածության պատճառով ամբողջ կյանքս տենց պահելու եմ եւ ընտրելու եմ մի բան, որտեղ հետո իմ երեխային դարձնելու է թշնամիների քմաճուկների սպասարկող։ Նա ինչպես Ալիևի օգնականը Բոստոնի համալսարանում ասում էր, դե ով է ասել, որ հայերը չէին կարող ապրեն, մենք շատ էինք ուզում, որ հայերը մնային, իրանք ֆանտաստիկ խոհարարներ են, ինչ-որ դերձակներ են եւ այլն կմնային, կսպասարկեին։ Եթե ցանկանում եք, ստրուկ բառը չասեմ, բայց ասենք տենց այլ թշնամիների ինչ-որ մի բաների ծառայության մատուցման սպասարկողներ լինեն ձեր երեխաները եւ թոռները, խնդրում գնացեք ձեր ընտրությունները, արեք, որ թշնամից տեղ ավելի հզոր լինի, մատեգա ձեր տնից անի։ Հետո էլ բանագնացների միջոցով փոխանցում էին հայ հասարակությանը, որ Ադրբեջանը այլևս չի ուզում պատերազմել Հայաստանում։ Այլևս ազնիվ են։ Չեն ուզում, որտեղ ունեն մոդել, ոնց քեզ ճնշեն ստեղից ան։ Ես չի որ իրանք սուտ են ասում։ Հիմա ընտրել են դա։ Կախվածություն ձևավորեմ։ Բայց մենք կանք, չէ՞, մենք արդեն հասկացանք ովքեր են։ Երբ որ ձեր ասած նույն առաջի դեմքերը մենակ շնորհակալություն են հայտնում ճշնամիներին կախվածության նոր մոդելներ ձևավորելու համար։ Չէ՞ որ կախվածությունն է, չէ՞ ձևավորվում այդ երկաթգծի այդ ճանապարհով։ Ինչի համար էր, որ սկզբից ոչ մի ապրանք չէր գալիս։ Հենց նեցա եղել։ Սովետական միության ժամանակահատված 1988 թվական։ Երկրաշարժ Արցախյան շարժումն էլ կամ Սումգայիթն էլ մի կողմ դնում հələ այդ բանում։ Երկրաշարժից հետո չէր բեռների մի մասը, որ նույն Ռիշկովը եւ բանը անում է եւ Բաքվում միջոցով երբ որ երկաթգիծը դեռ աշխատում էր, նույն մի պետության մեջ էինք։ Նույն օրենքներով մոռացել եք։ Այդ ճանապարհները, որ քո ապրանքները չի գալիս, դու էլ կախվածության մեջ ես։ Հիմա մի քանի այտենց ինչ էր Հայաստանի կարիքների համար, չգիտեմ, 0.5%-ի նավթ են բերում, բայց արդեն հլտս ինչ շնորհակալություններ են հայտնում։ Մոռացել եք վագոնների վրա գրածը նկատի ունեք էր։ Ոչ միայն գրածը, ինչի քիչ են թալանել Բաքվում, բոլոր օգնությունը, որ գալիս էր երկրաշարժի համար։ Թե այդ եք մոռացել, թե չգիտեմ ինչն եք մոռացել։ Այդ ամեն ինչ եղել է, չէ։ Ասենք բեսնես չի։ Այդ դա է նշանակում, որ Այդ էլ բանի մասին է, չէ՞, դարեր առաջվա բան չեմ ասում, որ ասեմ, վայ պատմականը չեմ հիշում։ Դնենք վիճենք աղբյուրները 30 քանի տարվա է, եթե դա էլ չեք հիշելու, էլ ինչ ասեմ։ Հիմա փետրվար ամիսն է 2 օրից գալու։ Փետրվար ամիսը ունի շատ յուրահատուկ խորհուրդ, հա, մեր ազգի եւ ազգային վերացննդի։ Փետրվարի 13, փետրվարի 18
հետարվարի 20 ես ճիշտ օրերն եմ ասում, որտեղ իմ Իսկ 18-ին ինչ էր 13-ին առաջի բաններ ցույցը Ստեփանակերտում Հադրութում հա ներեցա 18-ում Ստեփանակերտ, որին 20-ին որոշումն է եղել օրերի շարքը շատ հետաքրքիր է, որ այդ անմիջը հասկանալու բան անելով որտեղ հետ միասին նաև ցեղասպանությունը Սումգայիթ ուզում ասեմ հիմա հիշելու ենք, եթե ասել ենք չխոսական գործ գնալու ենք օրինակ ասենք Արցախի ներկայացում, որ ասենք գիտեք ինչա շարժումը որ սկսել է, սա այստեղ է եւ շնորհակալ ենք, որովհետեւ չէ որ դա եղավ հիմքը Հայաստանի Հանրապետության անկախության։ Այդ շարժումը, այդ ժողովուրդը, ովքեր որ մարդիկ, ովքեր որ նախաձեռնել են ու արել են։ Այդ հիշատակով նա ասենք օրենք դրել միայն զոհվածների հիշատակն է Արցախյան շարժման մեջ, Եռաբլուրում։ Դե պետք է այդ ամբողջը կարողանանք անենք։ Նայեք, հիմա եմ ասում, որ հետո չլինի այն գաղափարը, որ այդ չեն հնչացրել է սցենարիոն։ Հիմա փետրվարը շատ հետաքրքիր ամիս անելու նաև 26 թվականի, որտեղ ոնց որ թե բոլոր քաղաքական միավորները սկսելու են ի սկզբանե ասելու իրենց նախընտրական ծրագրերի կամ ձևավորման կամ արդեն քվեների, այդտենց քաղաքական առաջարկների, ասենք ոնց որ թե ամիս կդառնա, հա, այդ հուսակցությունները նիստեր կանեն, ինչ որ խոսքեր կգնան, միավորումներ կձևավորվեն, քիչ-քիչ այդ ամեն ինչ կբացահայտվի, որտեղ տեսնենք, լսենք, նայենք, զանգ արդյոք կլինի այն հիմքերը, որոնց կողքը այդ մենքի ձևավորման դեր ասած գաղափարով կսկսվի ինչ որ մի բան աշխատել։ Իսկ ինչպես եք վերաբերվում նահատակների հիշատակի օրը, այսինքն հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրը բանակի օրվա նախօրեին հունվարի 27-ին նշանակել է եւ խնդրեմ գիտեմ որ հաճելի չէ ձեզ համար, բայց Փաշինյանի այդ խոսքերը, որ ձեր զոհողությունը բացել է մեր աչքերը, այսինքն առնվազն 3900 հոգու զոհողություն էր պետք հանուն նրա, որ վերջում Փաշինյանը Արցախը ճանաչել է ուրիշի աչքերը բացը, ձեր աչքերը ինչն են բացը։ Իմ աչքերը միշտ է բացը։ Ահա, դե բարձր ասում, ոչ լեգիտիմ իշխանության որևէ որոշում, ոնց կանամ ես ասեմ, լավա թե վատ։ Իմ համար այդ որոշումը չկա։ Որովհետև սեպտեմբերի 21-ի համար չէր եղել։ Իսկ միգուցե սեպտեմբերի 2-ի համար է եղել այդ մարդկանց արածը։ Մարդկանց արածը հունվարի 27-ի մասին չի։ Այսօր երբ որ ասում եք պետք է նահատակների օրը հիշել, հիշեք բոլոր այն օրերը, որոնք ձևավորել են հիմքերը Հայաստանի ձևավորման, որի մեջ ներառված է Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունը եւ այդ Հայաստանի ձևավորման մեջ են այդ մարդիկ գործողություններ արել են հանուն ինչ որ մի բանի։ Ոչ թե մեկ մարդու աչքեր բացել։ Իսկ ինչպես արժևորել եւ հավերժացնել նրանց հիշատակը։ Ահա դուք ամեն օր գնացեք Եռաբլուր, իսկ ինչի՞ է դրա համար պետք հունվարի 27։ Իսկ հունվարի 28-ին ինչի՞ չի գնացվել։ Իսկ ինչի դրա մասին պետք է չխոսենք։ Ինչի պետք է այդ օրերը մենք մոռանանք եւ չանենք։ Դե ոնց են ասում, մարդ կա, երբ որ իր անունը հնչում է։ Ցանկացածը ընտանեկան պատմություն վերցնենք, միջև պապիկի գերեզման հնարավոր է գնալ եւ պապիկի մասին պատմել կորնիկին կամ թորնիկին, այդ մարդու անունը կա, այդ մարդը կա։ Դրանից ավել էլ ինչ պետք է նոր ձևի օրինենք, որ ասենք այ էսենց արեցինք, դրա համար հիշեցին պապիկ։ Արցախը ազատագրել, հանուն որի նրանք զոհվել են։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ հանուն 1918 թվականից 20 թվական են գնացել, իրենց չեն արել, որովհետև այդ մարդկանց արած գործողություններով է չէ եկել։ 1941-ից 45 թվականների արածով է չէ եկել։ Այն բոլոր մարդկանցով է չէ եկել, որ 88 թվին է կուտակվել ու ձևավորվել է։ Իսկ 1915 թվականին այն ֆիդայական շարժումները, որոնք պայքարել են եւ հայերը կարողացել են բռնել, անուն իրենց ճանեն։ Դե այդ մարդկանց արածը որ չլինի, ընդհանրապես հայություն չեր լինի, ոչ էլ Հայաստանի Հանրապետություն կձևավորվեր։ Ինչի մասին եք մեր խոսում։ Պարոն Պողոսյան, ասենք Արցախի հատուկ ծառայությունները, որ եկել են 22 թվականին օգնել են ջերմուկում կռվել են
զոհվել են։ Այդ մարդկանց արածն էլ է աչքերը բացել։ Բա որ բացած ա եղել 23 թվականի սեպտեմբերին, որ տեղ գյուղից եթե նայում ես դեպի Եղցահող, ամեն ինչ աշկիտ մեջ է, մենակ մի հատ զորակա, այդտեղ ինչի որևէ գործողություն չեղավ, աչքերը փակ էին այդ ժամանակ։ Անպայման պետք է այդ Եղցահողն էլ վերջի մարդն էլ Արցախից հեռանար, նոր աչքերը բացվեին։ Մենք երբ որ ձեզ պետք է որ դուք քաղաքական մանիպուլյացիաներ անեք որևէ տեքստերի մեջ, որ ինչ որ մի բան փորձեք ասել, ինչ ասես ասել։ Մի լսեք, որ ոչ էլ դրա համար ինքներդ ձեր մտածելակերպներ զարմացեք, ձեր աշխատանքը արեք։ Մա փետրվարի այդ օրերը որ ասեցի, ինձ պետք է մեկնումեկ ասի մի արա կամ արա, արեք, դրա մասին խոսացեք, օրակարգը դա դարձրեք, ոչ թե ոչ լեգիտիմ իշխանություն որևէ ինչ-որ բանին պատասխանել։ Շարունակելով այս գաղափարը, ես ուզում եմ հիշեցնել, որ մեր նախորդ հարցազրույցի ընթացքում դուք հատուկ շեշտեցիք, որ մենք Արցախը չենք կորցրել, այն ժամանակավորապես բռնազավթված եւ օկուպացված է, քանի որ նաեւ խոսեցիք ընտանիքի, այսինքն մեր կարևորագույն արժեքներից մեկի մասին, որն է ձեր բանաձևումով հայրենիքը։ Դարձյալ դու ստանում ես եւ ունես քո ամեն ինչ։ Ես շնորհակալ եմ, չէ, որ բոլոր ժամանակին մեր տարածքում հայերը ապրել են, շնացել են, ձևավորել են, լեզու են ձևավորել, այդտեղից եմ ես հայդարը, երբ որ իմ ինքնությունն եմ ես զգում։ Մինչև դու ինքնությունը չզգաս, դու հայրենիքդ չես հասկանում։ Եվ դրա համար հայրենիքը շատ ժամանակ նույնիսկ այսօրվա ժամանակավոր քո քարտեզը չի։ Հայրենիքը ավելի լայն է։ Քո տարածքդ միգուցե այնա որտեղ հայ զինվորն է կանգնած ու պահում։ Բայց հայրենիքդ միշտ մնալու է ավելի մեծ եւ այն։ Նաև որ մի բան է անունը հայկական է։ Հայկական լեռնաշխարհ։ Դա մի մասը որ չկա, նաև դա հայկական չի էլ։ Ուզում ասեմ հայք, որ ասում ենք դրա ինչի մասին ենք խոսում։ Հայաստանի։ Միայն։ Իսկ եթե վաղն էլ որևէ մի բանը հետ չբերել հայրենիք չեն գյուղը։ Այնտեղից չեք։ Նույնիսկ ձեր անձնագրումը գրած որտեղ եք ծնվել։ Հիմա դա ինչ է։ Ծննդավայրը կոչվելու է ոչ թե հայրենիք։ Այգ գաղափարը հասանամից թե ինչի մեջ ես դու իմաստ դնում։ Հայրենիք բառի իմաստի մեջ պետք է բանանես, որ դու կարողանաս ասես։ Ամենահեշտ ձևը ասել դե դա չկա, եկեք դրա մասին մոռանանք չխոսենք։ Այդ բայց ունի նպատակ չէ, ինչի մասին է դա։ Պատկերացնում եք, ասենք հрьяաները 2000 տարուց ավել չխոսային Իսրայելի մասին։ Բոլոր երկրներում լավագույնս ապրում էին, ամենահարուստն էին, ամենաշուստրին էին, գնայք այդ բառի համար, բայց բուն բովանդակային իմաց մեջ դնելով ամեն ինչով շատ հարցեր լուծում էին, բայց ինչն էր իրենց բանը։ Որ Իսրայելը պետք է վերականգնել, չէ։ Շվեյցարացիները որ ասում են ինչի մասին են մենքի մեջ միասին բան։ Ճապոնացիները մոռացել են կուրիլները։ Այն բոլոր երկրները, որոնք կարողանում են այդ հայրենիքի իմաստը պահելու, դրանք էլ կան ու կանգուն են եւ զարգանում են։ Դու պետք է որոշես, դու կամ պետք է հասկանաս, որ այսօրվանից ի վեր, եթե դու չսկսես այդ ամեն ինչը անելը ու անես այնպես, որ դա լինի, ազնիվ ասես, այո, հեշտ չի լինելու։ Սերունդերն, որի ժամանակահատվածը է դա, դու պետք է կարողանաս։ Այ դա միգուցե մեզ պետք է ասեն, որ 91 թվականից հետո ոչ թե եկեք ընտրենք ժողովրդավարության մոդել էնել, որը վաճառում էին մեր վրա, որ դա մենակ ընտրություններ էր, ոչ թե արժեքներ են, բայց պետք է ընտրել են պարզ Մոսեսի մոդելը, որտեղ 40 տարի պետք է անապատով շրջեին, որ մեջից վատ արժեքները դուրս գային, որ ձևավորեին։ Միգուցե մեզ պետք էր այդ տեսակի այն ժամանակվա բանանը, որ մենք պետք է այո սպարտանցիների նման մեզ պահեինք ու ապրեինք եւ չմտածեինք, որ պետք է ասել դե մի անգամ եմ ծնվել ու սենց ապրել եմ։ Ու պատմությունը ցավոք սրտի այո մեզ դա չի տալիս։ Մենք այսօր բոլոր պարագաներում եթե խոսենք, ծովից ծով Հայաստանից պատմական ամենափոքր Հայաստանում ենք։ Եղելա պետականություն չենք ունեցել, բայց Հայաստանը ավելի մեծ է։ Հայոց լեզվի ամենափոքր արեալն է, այսինքն որտեղ որ
հայերեն են խոսում, եթե կար Արցախը, մինչ այս հիմա Արցախում էլ չկա, մնացած ասում եք Լենդելում է կարող է հայերեն խոսան, դա մասին չի պատմական Հայաստանի բնորոշում կադրում։ Բայց ին բուն իմաստով ցավոք սրտի մենք շատ ժամանակ չենք կարողանում գնահատենք այդ գաղափարը, ինչն է հողը, ինչն է բան։ Եվ երևի այդ արժեքային խնդիրն է, որ մեզ պետք է փոխի, որ այդ մենք այդ վերականգնվի ու ձևավորի, որտեղ մենք հասկանանք, որ այո, կարելի է եւ սովածանալ, կարելի է եւ մի բանից սրկված լինել, բայց ունենալ մենքը դժվարին չարչարվող աշխատանքով, դաստիարակելով եւ սեր բերելով։ Իսրայելի հետ համեմատության առնչությամբ թույլ տվեք մեկ դիտարկում պարոն Պողոսյան, բայց ի տարբերություն հայ ժողովրդի հрьяաների հետ երբ խոսում ենք, ասում են Սփյուռքի հետ մեր հարաբերություններում առաջնային խնդիրն այն է, որ բոլոր հрьяաները աշխարհում ապրող վերադառնան Իսրայել, ինչու մենք դա չենք արել, եւ երկրորդը Ադրբեջանի հարձակվելու կամ չհարձակվելու հետ կապված արտաքին հետախուզության զեկույցում նշված է, որ օգոստոսի 8-ից հետո գրեթե անհավանական է դարձել Ադրբեջան-Հայաստան ռազմական էսկալացիանը, իսկ ըստ ձեզ ինչն է գրեթե անհավանական դարձել ռազմական ագրեսիան։ Այսօրվա դրությամբ այն, որ դու այնքան թույլ ես, որ ճշնամին չի ցանկանում քո մասին մտածի կամ այլ գլխացավանքներ ունենա։ Միգուցե հիմա Իրանի հետ կապված խնդիրները ավելի մեծ գլխացավանք են եւ ադե դու մեն ես դեն մնա, մեկամեկ մերին ասելու ենք։ Դեր էլ գտել ենք ձեզ պայման, ասում ենք ձեր սահմանությունը մինչև չփոխեք, ոչ մի բան չի լինելու, այդ նստեք ձեր տեղն եք։ Նոր կախվածության ձևեր կանեն։ Շնամին քո դեմ պայքարում է միջավայր։ Դες ոնց է թվում Ալիևը մի գիշերվա մեջ փոխվել է։ Իր աչքերը ինչն է բացել։ Եթե այստեղ 9000 զոհ ա եղել ընդհանուր այդ բանի համար, այնտեղ ինչն է իր աչքերը բացել, որ ինքը մի օրվա մեջ փոխել է, այտենց բարեգութ է դառել։ Կարճ արտնացել է, չէ՞։ Չէ, հա, հատկապես խիղճ է։ Եվ այլ բաներ, որ ասում եմ, եկեք այդ զեկույցն էլ ում կողմից է պատրաստված, ոչ լեգիտիմ իշխանության։ Զեկույցը գրել են էլ։ Հիմա ինչին բան անեմ, ամբողջ ձեր կյանքում ձեզ որ ասեն Ռուսաստանը տանկերով Ուկրաինայի վրա է գնալու, կհավատայիք։ Անհավանականների անհավանականներ մի ազգը, հա։ Բայց գնաց։ Թե որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մի օրվա մեջ կգան կմտնեն տեղաշորից մարդուն կձերբակալեն կտանեն։ Տկելով բոլոր միջազգային օրենքների վրա։ Թե այն բոլոր եվրոպացիները, որոնք նույնիսկ այս մեր կյանքի մեջ այդ 30 տարիների մեջ մեկին թարս էին նայում, զեկույց էին գրում մի 20 էջանոց, թե ոնց թարս նայեց այսօրվա գործող իշխանությունները այն օրվա բանը։ Իսկ հիմա լռելու են։ Էլի քանի անհավանական երևույթներ կարելի է նկարագրելու ասել, որ սարփազանումներին են ձերբակալելու խոսքի ազատության համար, հավատքի ազատության համար, որ հայ եկեղեցու վրային հարձակումներ գործելու։ Ասենք, չգիտեմ, այնքան անհավանական բաներ եմ տեսնում, որ այլևս այդ զեկույցն է անհավանական դառնում, որ մի հատ էլ ժամանակ ծախսել կարդալ դրա մասին, որովհետև դու ամեն ինչը միևնույն է, դարը փոխվել է, տեսնում ես, անում ես եւ ինքդ ես քո տեղեկատվության մեջ հասկանում թե ինչն է հավանական կամ ինչը ոչ։ Այսինքն նաեւ համաշխարհային իրողությունների արտացոլումն է այստեղ ունենում, հա։ Դες ոնց է թվում, ասում եմ, ճշնամիները այնպես մոռացել են, որ ոչ մի բան չեն անելու, այս հնարավորությունը լինելու է, ու իրանք նայելու են ասել, վայ, չէ, մենք այս գիծը չենք անցնելու, որովհետեւ դե հայրը զբաղված են հիմա ինչ-որ խնդիրներով։ Ոչ, տենց չի լինելու։ Ամեջն է հավանականն, ամեջն էլ իրենք գնում են եւ դա փորձելու են անեն, որ այդ քալերով էլ անում են քողարկված, որովը իմաստով ճշնամիներն էլ չեն փոխվել։ Եվ վերջին հարցը ապրիներ քաղաքական բնույթի թեև իհարկե փոխկապակցված են բոլոր հարցերը, ինչ խմորումներ կամ գործընթացներ եք տեսնում առաջիկայում եւ գործնականում հնարավոր է արդյոք ընտրությունների միջոցով փոխել իշխանությունը Հայաստանում։ Այդ աշխարհում անհնարին բան չկա։ Բայց դա ամբողջ կախված առնելու թե ամեն մարդ վերքինա եւ գնա ընտրություն։ Իսկ եթե որոշեն, որ էլիտանը պետք է մնա, ցավոք սրտի խմորումները նեցանելները, որ ավելի շատ փորձելու են մեկը մյուսին վնասել, առանց խնայելու այստեղ էլի հասկանալու նպատակ։ Իսկ նպատակը դրված է։ Կա մի խումբ, որը պարզ նպատակ ունի իշխանությունը պահելու, եւ կան տարբեր խմբեր, որոնք ուզում են գան ոչ թե այդ խմբին հաղթեն,
Այ ամեն մեկը փորձի ասի, որ մենք ինչ-որ նոր բան ենք բերելու։ Թե ինչքանով կստացվի, որովհետև եթե բոլորը ու հասկանա, որ պետք է մեկ խմբի հաղթել, այդ ժամանակ ամեն ինչը դնում ես մի կողմ, նպատակն ես դնում։ Իմ միակ ցանկությունս է, որ նպատակը ազնիվ դնես համար մեկ խնդիր եւ հասկանաս, որ ցանկացած ճանապարհ հա դեպի նպատակ առաջին քայլից է գալիս։ Այդ քայլերում դու կարող ես 10-15 քայլես ու հասկանաս, որ այլևս պետք է մի բան էլ զիջելով անես կամ կողք քայլես։ Այս ազնիվ լինեք ձեր հետ, որ մի անպայման հասնեք այդ նպատակին։ Դե բոլորդ ասում են, որ գլխավորը պետք է փոփոխություն լինի Հայաստանում։ Դե գնացեք այդ փոփոխության հետևից։ Ամենը ձեր բաժին կոմպրոմիսին գնացեք, ամենը ձեր բաժին զիջումների գնացեք, ամենը ձեր ազնիվ ունակությունները հաշվարկեք եւ ազնիվ եղեք։ Օրինակ նախաձեռնել շարժում, որը ամենազնիվ մտքերով լավ բան է ասում, բայց հասկանալու, որ դու ռեսուրսներ չունես ու քեզ վերջում օգտագործելու են, արդյոք դու սկսում ես թե ոչ։ Ըստ իմ միակ խորհուրդս եղեք բժիշկ։ Որտեղ բժիշկները երդվում են, ասում են, եթե ես մի բան չեմ իմանում, ես չեմ վնասի։ Եթե ես չունեմ օրինակ այն համապատասխան վիրահատման գործիքակազմը, հա, որ բոլորը մոտս լինի։ Վիրահատելուց ավելի շատ կվնասեմ, չէ՞, որ փորձեմ սխալ բաներ անել կամ տեղ չեմ ասում։ Նա եթե դուք չունեք լրատվական դաշտին հնարավորություններ միջև վերջացնելու, եթե չեք կարողանալու համոզեք, այ պարզապես մի փոքր խումբ եք փոկելու, նույնիսկ ձեր ամենաազնիվ բանը։ Եվ այդ փոկած խմբը օգտագործելու արդյունքում ավելի շատ գործողները, որ իրանց քվեներ ան, դու ինքդ որոշի դու աննախաձեռնելու ես դա։ Որտեւ եթե դու ուզում ես որ մի բան փոխես, այ ոչ թե պարզապես օգտագործվես։ Դու որոշի որն է ճիշտ մոտեցումը։ Իսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա ասուլիսը եւ նա հայտարարությունն է վերաբերվում։ Կարող է ազդակ լինել այսպես ակտիվացման կամ ընդդիմության միավորման։ Ես ինչ ասացի փետրվարին։ Նայեք, մեր ձևով ասել է փետրվարին։ Ոնց որ երեք ասել են որ փետրվարին ինչ-որ բաներ են ալնելու։ Բոլոր իմաստներով փետրվարը դառնում է ընդամենը, ասենք, ինչ է տենալու, մայիս, ապրիլ, մարտ, հա 3 ամիս մնացած ժամանակահատված, որտեղ սկսելու են բաներ անելը։ Շատ ու շատ այլ քաղաքական գործիչներին կամ քաղաքական միավորների ներկայացուցիչներին լսելով ասում են, որ տեղի են ունենում բանակցություններ, գնում են ինչ-որ պրոցեսներ, բաներ են։ Երևի այդ բոլոր բաները կլինի փետրվարին կտեսնենք, բայց այսօրվա դրությամբ չկա մի երևույթ, որի մասին եթե պետք է ասես լավը կամ վատը, դեռ սկսել են, թող այդ մարդիկ ասեն, նրանից հետո երևա եւ կհասկանա։ Բայց ես ինչի խնդրանքս դեպի իրենց հետևաններ հաշվարկեք ձեր ամեն ինչ։ Եվ եթե նույնիսկ ամենաազնիվ ու բարի մղումով դուք ցանկություն ունեք որևէ մի բան բերելու դեպի փոփոխություն, բայց ձեր ուժերի մեջ կարող է դա չստացվի կամ այս րոպեին նույնիսկ ձեր հաշվարկներով ձեզ թվում է թե դուք դա կկարողանաք անեք, ավելի լավ է գնանք ավելի շատ լսեք ձեզ ընդդիմախոսներին, հա, ներքին փոքր սենյակներում եւ հասկանաք արդյոք ձեր ասածները տեղ կհասցնեք թե ոչ, որտեղ ձեր ազնիվ մղումը կարող է հետո դառնա խնդիր ձեր նպատակին, հենց ձեր նպատակին հասնելով։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես շնորհակալ եմ։ 168-ի հարգելի հետևորդներ, իջեցնեմ մենք զրուցում ենք քաղաքագետ Թևան Պողոսյանի հետ։ Կհանդիպենք։